ձեզ, սիրելի հայրենակիցներ, թանկագին բարեկամներ, սիրելի երևանցիներ, այս գեղեցիկ գարնանային պայծառ օրը թույլ տվեք շնորհավորել, որովհետև այսօր Եղիշե Չարենցի ծննդյան 120-ամյակն է։ Եվ ինչպես դերևս 1933 թվականին Չարենցի գրած պատուհան բանաստեղծության մեջ բոլորիս հայտնի տողատակն է ասում, ով հայ ժողովուրդ քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Իրեք հաճախ մենք մտածում ենք, թե Աստված երբ մարդուն ստեղծեց կատարյալ իր օրինակով, ապա ինչու մարդուն Աստված շնորհեց նաև գայթակղության ունակությունը, գայթակղվելու ունակությունը։ Եվ հետո, երբ որ մի քիչ ուշադիր ենք նայում պատմությանը, աստվածաշնչյան հասկանում ենք, որ այո, Աստված մարդուն ստեղծեց իր կատարյալ օրինակով, որովհետև մարդուն շնորհեց նաև միտք, որպեսզի կարողանա դիմագրավել ցանկացած գայթակղությանը։ Ասելիքս ինչ ցուցանե, որ առջևում ընտրարշավ է։ Խոստանալու են ձեզ մեծ խոստումներ, խոստանալու են պայծառ ապագա, բայց ես ուզում եմ հորդորել ձեզ, որ հայի վերջին խելքով ժողովրդական լեզվով ասած, մենք կարողանանք ծանր ու թեթև անել եւ զանազանել իրականը անիրականից, կեղծը շիտակից, եւ դա մենք կարող ենք անել հաստատ 100%-ով։ Իրեք դերևս Հովհաննես Թումանյանը իր հեքիաթներով մեծ պատգամներ է ուղարկում։ Իդեպ 2 տարի հետո մենք նշելու ենք Հովհաննես Թումանյանի 150-ամյակը եւ մենք միասին ենք դա տոնելու, եւ Հովհաննես Թումանյանի հեքիաթներում մասնավորապես Չարի վերջը։ Ինչ է ասում Չարի վերջը։ Աղվեսը գալիս է ասում է կուկու, ձագը տուր, հետո կացինը կբերեն եւ ծառը կկտրեն։ Խոսքը վերաբերում է մեր թշնամիներին, հարևան թշնամիներին, այսպես ասած։ Բայց չէ որ մենք կարող ենք գիտակցել աղվեսը ինչպես կարող է կացին ունենալ։ Սիրելի հայրենակիցներ, մեր թշնամին կացին չունի։ Եկեք չվախենանք։ Եկեք միասնաբար կարողանանք կառուցել մեր անվտանգ հայրենիքը։ Կամ անխելք մարդը հեքիաթում։ Աստված ասում է, այս տարի տակ ոսկի կա, քանդիր եւ ապրիր։ Հանիր այդ ոսկին եւ ապրիր։ Մարդը գնում է իր բախտի հետևից։ Մենք թողած մեր հայրենիքը գնում ենք մեր բախտի հետևից։ Մեր ձեռքերով, մեր խելքով, մեր ֆանտաստիկ կառուցելու, շենացնելու ունակությամբ պիտի կարողանանք կառուցել մեր անվտանգ եւ դեպի առաջ գնացող հայրենիքը։ Մենք վերջին մի քանի ամիսների ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կարողացանք ուսումնասիրել մեր տնտեսության վիճակը, գնահատել, գնահատական տալ եւ նախանշել ծրագրեր, կոնկրետ, առարկայական ծրագրեր, որոնց հետևում կանգնած են ներդրումներ, աշխատատեղեր, հավելյալ արժեք, կոնկրետ մշակույթի բնագավառում, ուզում եմ ձեզ նշել մի քանի օրինակներ։ Մենք այս տարի ստեղծելու ենք նոր տիպի թանգարաններ, մասնավորապես Երևանում, տիկնիկների թանգարան, 360 աստիճան վիրտուալ թանգարան, պատկերասրահի 9-րդ հարկում։ Դա կերպարվեստի մեր բացառիկ նմուշների ցուցադրությունն է 3D 360 աստիճանով եւ հայ դասական երաժշտության բացառիկ նմուշների ուղեկցությամբ։ Ռազմարվեստի թանգարան, Լեգոյի թանգարան եւ նմանատիպ այլ թանգարաններ։ Այս թանգարանները իրենցից ոչ միայն ներկայացնում են պարզ ծրագրեր, սրանց հետևում կան շատ հստակ ներդրումներ, հստակ գումարներ, որոնք ստեղծելու են շատ հստակ աշխատատեղեր մեր համակարգացիների համար, Երևանում, Հայաստանում ապրող մարդու համար։ Խոսում ենք կապիտալիզացիայից։ Ինչ է կապիտալիզացիան ըստ ձեզ։ Եվ տարբեր տարատեսակ մեկնաբանությունների առիթ է տալիս այս կապիտալիզացիա ասածը։ Ես ուզում եմ մանրամասնել, որպեսզի ավելի հասկանալի դառնա։ Կապիտալիզացիան նշանակում է մեր արվեստի արժևորում առաջին հերթին։ Արժևորում առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար։ Շատ հաճախ մենք ինքներս չգիտենք մեր արվեստը, չենք ճանաչում մեր արվեստը եւ մեր արվեստագետին։ Ուրեմն արժևորում Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար, արժևորում աշխարհի համար։ Մեզ թվում է ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են։ Դա այդքան էլ այդպես չէ։ Մենք պետք է ճանաչելի դառնանք եւ առաջին հերթին ճանաչելի դառնանք աշխարհին հենց մեր արվեստով։ Իսկ արժևորումը ճանաչելի դառնալը դա նշանակում է նաև հավելյալ արժեք։ Դա նշանակում է զբոսաշրջության հսկայական ներհոս դեպի Հայաստան։ Եվ այդ հավելյալ արժեքը նշանակում է նաև հավելյալ աշխատատեղեր։ Կինոյի մասին օրենքը մենք ընդունեցինք եւ հաջորդ ազգային ժողովը արդեն կհաստատի, հուսով եմ կհաստատի։ Ըստ օրենքի, համաձայն օրենքի
արտասահմանյան կինոարտադրողները կարող են իրենց ներդրումների 20%-ը հետ ստանալ։ Սա բավականին շահագրգռող մեթոդ է դրսից ներդրումներ ապահովելու համար, բայց միայն սա չէ։ Մենք հաշվառել ենք բոլոր հնարավոր վայրերը կինոնկարահանման։ Մենք հաշվառել ենք բոլոր մասնագետներին, ովքեր տիրապետում են գոնե մեկ օտար լեզվի, տեխնիկական միջոցները, սպասարկող միջոցները, եւ Հայաստանը կարող է դառնալ շատ լավ վայր կինոնկարահանումների համար։ Հայաստանը կարող է լուրջ եկամուտներ ապահովել միայն կինոարտադրության մեջ սպասարկում ապահովելով։ Գրահրատարակության ոլորտը, ինչպես գիտեք, ես իմ գործունեության առաջին օրից կարևորում եմ գիրքը եւ գրահրատարակությունը։ Մենք ստեղծում ենք նոր տիպի գրախանութներ, ընտանեկան հանգստի միջավայրը, ընտանեկան միջավայրում անցկացնելու գրախանութներ։ Առաջին մի քանի օրինակները արդեն կան, մասնավորապես Ստանիսլավսկու թատրոնի, ռուսական դրամատիկական թատրոնի առաջնամասում գտնվող նոր տիպի գրախանութ ենք ստեղծում զանգակ հրատարակության հետ։ Դուք արդեն տեսել եք, որ Երևան քաղաքում շրջում է մեր բիբլիոբուսը։ Այդ բիբլիոբուսը շրջելու է նաև Հանրապետության մարզերում։ Գրահրատարակության ոլորտի բազմաթիվ բարեփոխումները բերելու են նրան, որ գիրքը առավել արժևորվելու է մեր իրականության մեջ։ Գիտեք, թեկուզ համացանցով, բայց թող մեր երեխաները ծանոթանան հայ եւ արտասահմանյան գրականության նմուշներին։ Մենք ակտիվորեն ներգրավում ենք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մշակույթի բնագավառում, աուդիովիզուալ գիդեր, վիրտուալ վերականգնում ենք Զվարթնոցի տաճարը, ստեղծում ենք նոր վիրտուալ հարթակներ մեր թանգարաններում։ Սա շատ կարևոր է, որպեսզի ոչ միայն Հայաստանում, այլ նաև համացանցի միջոցով ամբողջ աշխարհում հասանելի լինի մեր պատմամշակութային ժառանգությունը։ Հուշարձանների ոլորտը, դուք գիտեք, որ մենք ունենք բազմաթիվ հուշարձաններ, 24000 հուշարձան Հայաստանի Հանրապետության տարածքում։ Եվ եղած գումարները բնական է, որ չեն բավարարելու բոլորը միանգամից նորոգելու։ Եթե մենք փորձենք ավելի շատ հուշարձան նորոգել, դա կնշանակում է ավելի երկար ժամանակ ծախսել։ Մենք այս տարի փոխել ենք մոտեցումը եւ այս տարվա ընթացքում ավարտելու ենք 7 պատմամշակութային հուշարձան։ Սա նշանակում է, որ ավարտին հասնելով հուշարձանի նորոգությունը, մենք կապահովենք ենթակառուցվածքների ստեղծման համար հնարավորություն կստեղծել։ Այսինքն, պատմամշակութային հուշարձանի հարևանությամբ ապրող բնակիչը, քաղաքացին պետք է ոչ միայն հպարտանալու իրավունք ունենա իր հարևանությամբ գտնվող հուշարձանով, այլ նաև շատ ռեալ, շոշափելի, իրական եկամուտներ ստանա այդ հուշարձանից։ Ինչ է նշանակում եկամուտ ստանալ։ Նորոգելով հուշարձանը կապահովենք զբոսաշրջության ուղղությունները դեպի այդ հուշարձաններ։ Կկարողանանք այդ զբոսաշրջության համար ստեղծել ենթակառուցվածքներ, հյուրատներ, հանգստի տեղեր, թանգարաններ, սրճարաններ եւ այլ։ Եվ այս ամենը պետք է ծառայի հենց այդ հուշարձանի հարևանությամբ ապրող մարդուն։ Սա շատ կարևոր է։ Վերջապես 4 տասնամյակից ավելի տարբեր բեմահարթակներում թափառող Մնջախաղի թատրոնի համար այս տարի մենք կարողացանք ապահովել շենք եւ 150 միլիոն դրամ հատկացնելով մենք այս տարի կնորոգենք եւ վերջապես Մնջախաղի թատրոնը Երևանում ունենա իր մշտական շենքը, իր մշտական թատերաբեմը։ Սա իսկապես լուրջ ձեռքբերում է։ Այս եւ նմանատիպ շատ միջոցառումներ կան, մի քանի տասնյակ միջոցառումներ, որ պարզապես թվարկելը կարծում եմ շատ ժամանակ կխլի մեզանից։ Ես ուզում եմ հիշել Նժդեհի փառահեղ խոսքերից մեկը։ Ամեն բան պետք է ծառայի իմ ժողովրդին։ Ես ընդամենը միջոց եմ։ Եվ մենք, սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, ուզում ենք ձեզ ասել, որ ամեն բան մենք ծառայեցնելու ենք մեր ժողովրդի եւ մեր պետության համար։ Եվ մենք հենց այն միջոցն ենք, որի միջոցով դուք կարող եք իրականացնել ձեր երազը։ Եվ մենք միասին կարող ենք կերտել մեր երազի երկիր հայրենիքը։ Եվ վերջում նորից ուզում եմ շնորհավորելով Չարենցի ծննդյան 120-ամյակը հիշեցնել նրա պատգամ բանաստեղծության վերջին տողատակը։ Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ուրեմն, սիրելի արձանագրիչներ, սիրելի երևանցիներ, ուրեմն ապրիլի 2-ին քվեախցիկի առաջ կանգնած ես խնդրում եմ մեկ անգամ եւս օգտագործենք մեր բացառիկ յուրահատուկ ունակությունը, ժողովրդական լեզվով ասած հայի վերջին խելքը եւ իրատեսական եւ անիրատեսական ծրագրերը զանազանելով իրարից քվեարկություն կատարենք մեր ապահով
եւ առաջ գնացող, անընդհատ առաջ գնացող հայրենիքի համար։ Շնորհակալություն։ Այո, թափառությունները ուղղված են Երևանի քաղաքապետ Մեջիևի պարոն Մարգարյան։